Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք շատ բարդ եւ լարված ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, գլոբալ մարտահրավերների առաջ է կանգնած ամբողջ աշխարհը, մեր տարածաշրջանը, ինչպես նաեւ մեր երկիրը։ Հաշվի առնելով մեր պատմությունը, մեր պետության աշխարհաքաղաքական դիրքը, ծառացած խնդիրները մենք պետք է գործենք հստակ, գրագետ եւ վճռական, սխալվելու իրավունք պարզապես այսօր մենք չունենք։ Ինձ համար եւ վստահ եմ մեր բոլոր հայրենակիցների համար, անկախ մեր քաղաքական հայացքներից, հարցերի հարցը Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն է, իր բոլոր բաղադրիչներով, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, կրթական, առողջապահական եւ այլ խնդիրներում։ Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին նախընտրական այս փուլում քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չմղել պոպուլիզմի եւ անհիմն խոստումների թակարդը։ Այս ելույթով ես ներկայացնելու եմ մեր դիրքորոշումը բոլոր հիմնական խնդիրների վերաբերյալ եւ բաց առանց երկիմաստությունների պատասխանելու եմ ինձ ուղղված եւ պարբերաբար շահարկվող որոշ հարցերի։ Ինչու զինվորական կենսագրությամբ անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն։ Պատասխանը հստակ է։ Իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, ներհասարակական բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է մեզ բոլորիս համար։ Կամ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը եւ համատեղ ջանքերով կփոխենք արկա համակարգը, ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, կամ կկանգնենք իրական աղետների առաջ։ Ես անձամբ պաշտոնակռիվ երբեք չեմ արել, չեմ թաքցնում, ինձ առաջարկվել են տարբեր բարձր պաշտոններ, որոնցից սակայն ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր եւ ամենապատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր, զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին։ Եվ հետագայում էլ իմ զբաղեցրած բոլոր բարձր պաշտոններում, թեկուզ եւ զինվորական եւ քաղաքացիական, երբեք չեմ հանել իմ դաշտային զինվորական համազգեստը եւ միշտ կանգնած եմ եղել սահմանին կանգնած զինվորի, սպայի եւ գյուղացու կողքին։ Լինելով քաղաքացիական անձ, քաղաքականության մեջ խոստանում եմ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքով, շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արցախին եւ մեր ժողովրդին։ Իմ եւ իշխանության հարաբերությունների մասին։ Գործող իշխանության կազմում ներգրաված որևէ գործչի հետ, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր ես չունեմ։ Բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը։ Ես ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ իհարկե նաև մեր գործունեության մեջ տարաձայնություններ ենք ունեցել, ինչը ես միանգամայն բնական եմ համարում։ Սակայն այսօր ես ինձ այլևս չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին եւ ներքին, նոր տնտեսական քաղաքականություն, նոր ներուժ եւ նոր մթնոլորտ մեր ժողովրդի մեջ։ Կարծում եմ կառավարման ոլորտում իմ եւ իմ գործընկերների ունեցած փորձն ու գիտելիքները կարող են մեծապես օգտակար լինել մեր ժողովրդի առջև ծառացած վտանգները չեզոքացնելու գործում։ Այսօր մեր շուրջ համախմբվել են բազմաթիվ նվիրյալներ, ազգի իրական հերոսներ, որոնք ոչ միայն կիսում են
մեր քաղաքական հայացքներ, այլև պատրաստ են իրենց մասնագիտական, գիտական ողջ ներուժը ծառայեցնելու, մեր հայրենիքը պաշտպանելու, սրբազան առաքելությանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, մեր դաշինքի բոլոր անդամներին, հարող բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մեր մարտական ընկերներին, նրանց ներկայացուցիչներին, ըստ էության ձեզ բոլորիդ հարգելի հայրենակիցներ։ Միասին մենք լուծելու ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները։ Իմ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեծ պատիվ եւ այս պահի համար մեծ պատասխանատվություն է ձեր հետ գտնվելը եւ ձեր հետ միասին համակայել ընթանալը դեպի առաջ։ Հարգելի հայրենակիցներ, ես ծրագրային ելույթ եմ պատրաստել, քանի որ մեր դաշինքը ունի իր համապատասխան ծրագրերը, որի հիմնական մասերին ես անկասկած այսօր կանդրադառնամ եւ այն լուծումները, որոնք որ մենք առաջարկում ենք հետագայի համար։ Անկասկած այս պահին ես կուզեի խոսել նաեւ բանակի մասին։ Մեր նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը իսկապես հայկական բանակն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, որը որ փառահեղ հաղթանակների ամենօրյա հերոսական մաքարումի շնորհիվ ձեռք է բերել մեր տարածաշրջանում հաղթանակած եւ մրցունակ բանակի համբավ։ Սրանք լոկ խոսքեր չեն, սրանք մեր բոլորի ժողովրդի, սպայի, զինվորի կողմից մեծագույն ջանքեր են ներդրվել։ Ես հպարտ եմ, որ այդ մասնագիտությունն եմ ընտրել եւ հպարտ եմ, որ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հենց բանակին, որը որ հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ իր դերակատարությունը ունեցել է։ Եվ պատրաստ եմ այսօր փորձության ժամին ձեր հետ միասին կանգնել սահմանում կանգնած զինվորի կողքին ցանկացած պայմաններում, ցանկացած ժամանակահատվածում։ Բարձր գնահատելով բանակաշինության գործում բոլոր պետական այրերի ավանդը, կուզեի նաև համառոտ անդրադառնալ իմ պաշտոնավարման ընթացքում ունեցած կարևորագույն ձեռքբերումներին։ Իմ պաշտոնավարման տարիներին մարդու իրավունքների եւ բարեվարկության ամրապնդման կենտրոնի ստեղծմամբ արդարության սկզբունքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր առմամբ մարդակենտրոն գործունեությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղված աշխատանքը դրվել է պլանային հիմքերի վրա, որտեղ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր զինվոր անհատականություն է, որից կախված է մեր բանակի ընդհանուր մարտունակությունը։ Եվ այս աշխատանքները ուղղվել են առավել խոցելի հետևյալ ոլորտներին։ Խոցելի ոլորտներ, որտեղ որ կան սուբյեկտայնություն եւ կա կոռուպցիա եւ այլ բացասական երևույթներ։ Մենք նախաձեռնել ենք արատավոր բարքերի դեմ պայքարի ծրագիրը եւ այդ պայքարի շուրջ համախմբելու կոչ ենք արել հասարակությանը, իրապահ մարմիններին, ներդնելով հայրենիքի պաշտպանի ազգային գաղափարական դաստիարակության համակարգը։ Հատուկ ուշադրություն է դարձրել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, բանակ հասարակության կապերի ամրապնդմանը, որի հիմքում համաժողովրդական բանակի վերածվելու մեր պատրաստականությունն է։ Հետևողական աշխատանքներ է կատարվել կադրային քաղաքականությունը բարելավելու ուղղությամբ, վերացնելով այնտեղ բոլոր կոռուպցիոն ռիսկերն ու սուբյեկտիվ մոտեցումը։ Կոռուպցիոն ռիսկերի տեսակետից ամենակարևոր վտանգավոր ոլորտներից է գնումների գործընթացը, որի ուղղությամբ հենց սկզբից էլ լծվել ենք համառ աշխատանքի, փորձելով ապահովել գործընթացի առավել թափանցիկությունը։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հարգելի հայրենակիցներ, զինված ուժերում ամենախոշոր արմատներ գցած կոռուպցիոն ռիսկերը պարունակում էր զորակոչի ոլորտը։ Այս ոլորտում կարելի է ասել բառացի հեղափոխություն ենք մենք իրականացրել եւ ներդրվել է զորակոչիկների բաշխման վիճակահանության սկզբունքը որպես ոլորտի կարգավորման ամենակարևոր բաղադրիչ։ Կատարված բոլոր աշխատանքների հիմքում իմ հետևյալ անխախտ համոզմունքն է եղել, որ հայ զինվորը բարձրագույն արժեք է եւ բարոյական չէ նաեւ մեր մարտական ընկերներին եւ նրանց ընտանիքներին
օգնության ձեռք չմեկնելը։ Զարգացման կարևոր ուղղություն է ընտրվել անձնակազմի առավել արդյունավետ կառավարումը, պրոֆեսիոնալ տարի ընդլայնումը եւ մենք տարեստարի ավելացրել ենք պրոֆեսիոնալ պայմանագրային սերժանտների եւ ընդհանուր առմամբ պայմանագրային զինծառայողների քանակը, դրանով իսկ սահմանային բնակավայրերում լուծելով մեր բնակիչների համար նաեւ սոցիալական շատ խնդիրներ։ Հայոց բանակում ավելացել են կին զինծառայողների թիվը, նրանք անտրտունջ կրել են ծառայության բոլոր դժվարությունները եւ նաեւ ստիպել մեր զինակից ընկերներին ավելի տոկուն լինել։ Մեր հաջորդ ձեռքբերումները դա պլանային գործընթացի իրականացումն է եւ օպտիմալացման խնդիրներն են։ Մեծածավալ աշխատանքներ են կատարել առաջի գծում, նոր սպառազինության ձեռքբերման պլանի կատարման խնդիրներում։ Մենք հավասարակշռված ռազմական միջազգային համագործակցություն ենք ծավալել ամրապնդելով մեր փոխգործունակ կարողությունները, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ միացյալ զորախմբի կազմում մեր տարածաշրջանում ավելի գլոբալ անվտանգային խնդիրներ իրականացնելու համար։ Եվ այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելու, ոչ միայն պաշտպանելով մեր սահմանները, այլ անհրաժեշտության դեպքում նաև այլ գործողություններով, կանխարգելիչ գործողություններով հակառակորդին ստիպել պարտադրել հրադադար եւ խաղաղություն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ վերջին տարիներին բանակի շարունակական ոգու բարձրացումն է ինձ թույլ տվել նման հայտարարություններ անել։ Հարգելի գաղափարակից ընկերներ, անշուշտ բանակը ինչպես նաև ցանկացած օրգանիզմ խնդիր ունի ել ավելի կատարելագործվելու։ Այո, մենք այսօր կարիք ունենք նոր ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման։ Ժամանակակից աշխարհում գերակա է դառնում արհեստավարժ բանակի գաղափարը, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրի հզորացմամբ ապահովենք այս հատվածի, բանակի այս հատվածի տեսակարար կշռի ավելացումը։ Ես կիսում եմ մեր հայրենակիցների այն մտահոգությունը, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող 18 տարեկան երիտասարդներին առաջի գծից հետ պահելու վերաբերյալ, որ անշուշտ նաև կենսական դեմոգրաֆիկ նշանակություն ունի մեր ժողովրդի, մեր սերունդը պահպանելու համար։ Սակայն այս հարցի լուծումը նոր մոտեցումներ եւ ջանքեր է պահանջում եւ երբեք չի կարող արվել պոպուլիզմի կամ չհիմնավորված հայտարարությունների միջոցով։ Ես գիտեմ ինչպես եւ ինչ ժամկետում դա կարող ենք անել։ Անհրաժեշտ է իրականացնել համապատասխան աշխատանքներ նաեւ զինվորական գրավչությունը բարձրացնելու, կրթության, ծառայության, առաջխաղացման պայմանների, հասարակության դերի զինծառայողների բարձրացման ուղղությամբ եւ հատկապես սոցիալական ապահովության խնդիրներում։ Մասնավորապես աշխատավարձերի, բնակարային պայմանների, արժանապատիվ կենսաթոշակի ուղղությամբ։ Մենք առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է ավելացնենք պայմանագրային զինծառայողների թիվը եւ միջին աշխատավարձը հասցնելով 240,000 դրամի։ Բացի դրանից, նաեւ սպայական կազմի առանց հավելումների միջին աշխատավարձը հասցնելով 480,000 դրամի։ Այս ամենը բյուջեի վրա կնստի մոտ 50 միլիարդ դրամ, որի շնորհիվ մենք կլուծենք կարևոր խնդիրներ՝ զինվորական գրավչություն, դեմոգրաֆիկ պայմաններ, միաժամանակ կբարելավենք նաև մեր հրամկազմի սոցիալական կարգավիճակը եւ երկրի անվտանգությունը, ազգի անվտանգությունը մեր թիվ 1 խնդիրը կհանդիսանա։ Բազմիցս կառավարության եւ ազգային ժողով ներկայացրել եմ զինծառայողներին, հատկապես պահեստային զինծառայողներին, բնակարաններով ապահովելու խնդիրը, հատուկ կարևորելով զոհված եւ հաշմանդամ դարձած մեր մարտական ընկերների բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխհատուցումների հարցը։ Այդ հարցը չի լուծվել, ես այսօր հայտարարում եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք լուծում ենք տալու այդ հարցին։ Եվ ընդհանուր առմամբ մեր մարտական ընկերների ներկայությամբ ասում եմ հետևյալը, որ պատերազմի մասնակիցների մյուս խնդիրների աջակցության համար հատուկ ծրագրեր ենք մշակելու,
սկսած հասարակության վերաբերմունքից, օրենսդրական փոփոխություններից մինչև աշխատատեղերի ստեղծում։ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ես պնդում եմ, որ ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է բոլորը հանդես գան Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով։ Ավելին, ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն կապված է Հայաստանի անվտանգության խնդրի եւ տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ։ Մեր բոլորիս համար հասկանալի է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները ապրել են եւ ապրելու են կողք կողքի, նրանք խաղաղություն են ուզում, բայց մեր տարածաշրջանում, որպեսզի ձևավորվի այդ խաղաղությունը եւ հանդուրժավականության մթնոլորտը, պետք է լուծել մի քանի խնդիրներ, պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երկու ժողովուրդների միջև խրախուսել այսպես կոչված ժողովրդական դիվանագիտությունը փոխվստահության մթնոլորտ ձևավորվելու։ Դուք բոլորդ նկատեցիք, տեսաք, որ փոխվստահության մթնոլորտի բացակայությունը ապրիլյան պատերազմից հետո անկասկած նաև խաթարում է բանակցային գործընթացը։ Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ կամ միակողմանի զիջումներ։ Նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև։ Անշուշտ Արցախյան կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք բոլորս գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք ընդունում են Երևանում, Ստեփանակերտում եւ Բաքվում։ Ավելին, վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը։ Որպես փաստ, Արցախն արդեն ինքնորոշված է, ինչպես խոսքի մեջ նշվեց։ Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը։ Մենք պետք է նաև դրա հետ զուգահեռ Հայաստանը զարգացնենք, որպեսզի Արցախը նաև զարգանա եւ Արցախի հարցը լուծենք եւ տևական խաղաղություն ապահովենք մեր տարածաշրջանում։ Եվ Արցախի հիմնախնդրի լուծումը մեծապես կախված է Արցախի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության արդյունավետությունից։ Իբրև արտաքին քաղաքականության առանց ես կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի եւ մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության հաջողության գրավականները պետք է լինեն։ Կոռուպցիայի մասին խոսելիս սովորաբար հիշատակում են տարբեր ոլորտի ներկայացուցիչների, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, թաղապետարաններ եւ այլն։ Մինչդեռ երկրի կոռուպցիայի սկզբնաղբյուրը Հայաստանի տնտեսության ստվերի այսպես կոչված շարժիչ ուժը պետք է այլ տեղ փնտրել սահմանային հատվածներում, մաքսային կետերում։ Այդտեղ է ստվերային տնտեսության սկզբնաղբյուրը, այդտեղից է սկիզբ առնում Հայաստանի մենաշնորհային համակարգը, այդտեղից պետք է սկսվեն իրական տնտեսական փոփոխությունները։ Երբ չկա տնտեսական ժողովրդավարություն, չի կարող լինել նաև քաղաքական ժողովրդավարություն։ Այս համակարգում անկասկած մեծանում է սոցիալական բևեռվածությունը։ Մի կողմում փոքր թվով մեծահարուստներ են, մյուս կողմում մեծաքանակ աղքատացած ժողովուրդ։ Բերեմ ընդամենը մի օրինակ, հարգելի հայրենակիցներ, այսօր ընդամենը 1000 ընկերություն է ապահովում մեր բյուջեի մուտքերի ավելի քան 90%-ը։ Ավելի ուշադիր նայելով կտեսնենք, որ ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքների վրա է ընկած բյուջեի մուտքերի 50%-ը։ Այս համակարգը շահավետ չէ ոչ միայն մեր ժողովրդի 95%-ին, այլ նաև շահավետ չէ հենց գործարարների համար։ Մենաշնորհների պայմաններում գործարարը միշտ խոցելի է լինելու իշխանության համար։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքերի։ Ես չեմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը չարանա խոշոր բիզնեսի դեմ։ Նրանց հիմնական մասը հաջողված գործարարներ են, որոնք ստեղծում են բարիք եւ աշխատատեղեր։ Ես համոզված եմ, որ պետք է ձևավորենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որտեղ
օլիգարխները կվերածվեն խոշոր գործարարների։ Այսինքն, այս ամենի հիմքում մենք պետք է տեսնենք երկու կարևոր սպառնալիքների լուծումը մեր հայրենիքում։ Դա կառավարման համակարգում, կառավարման մշակույթի բացակայությունն է եւ տնտեսության մեջ քաղաքական, տնտեսական եւ վարչական լծակների սերտաճումը։ Այդ սերտաճումը մենք պետք է մեր գործունեության ընթացքում վերացնենք։ Ինչ անել այս ամենի համար։ Ոմանք առաջարկում են մեծ հարկեր դնել օլիգարխների վրա, ընդունելով այսպես կոչված պրոգրեսիվ հարկման համակարգը։ Արտաքուստ, իհարկե, կարող են ոմանք ասել դա արդար է հնչում, սակայն այս քայլով մենք կպատժենք ոչ թե մեծահարուստներին, այլ մեզ բոլորիս, երկիրն ու ժողովրդին։ Այդ դեպքում էլ ավելի կմեծանա կապիտալի փախուստը մեր երկրից, կմեծանա բիզնեսի էլ ավելի ստվերայնացումը։ Մենք նման բան մեզ չենք կարող թույլ տալ։ Դրա լուծումը միակն է՝ թույլ չտալ, որ երկրում լինեն արհեստական մենաշնորհներ։ Պետք է ձևավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր մենաշնորհ գոյություն ունի։ Հայաստանին անհրաժեշտ են մեծ ծավալի օտարերկրյա ներդրումներ, եւ ներդրողները չունեն այսօր այն վստահությունը, որ Հայաստանում իրենց կապիտալը կարող է պաշտպանված լինի։ Բոլորը խոսում են աղետալի վիճակի մասին փոքր եւ միջին բիզնեսում։ Այս ոլորտում աշխատող մարդկանց համար իրենց բիզնեսը առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծում։ Այսօր փոքր բիզնեսից ստացած հավաքագրումները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պետբյուջեի մուտքային մասերի ընդամենը 1.5%-ն են կազմում։ Այնինչ զարգացած երկրներում այդ ամենը կազմում է 40-ից 50%-ը։ Մեր ծրագրերում մենք նախատեսել ենք 5 տարով տրամադրել հարկային արձակուրդ այն մարդկանց, ովքեր որ փոքր եւ միջին բիզնեսի մեջ են ներգրավված լինելու։ Այսօր արդեն որոշ դրական փոփոխություններ իհարկե իրականացվում են, սակայն անհրաժեշտ են ավելի կտրուկ փոփոխություններ։ Մենք պետք է չեղյալ համարենք անցած տարվա հոկտեմբերին ընդունված հարկային օրենսգիրքը։ 2018 թվականին ուժի մեջ մտնելու պարագայում այն մեծ հարված կհասցնի մեր տնտեսությանը։ Ավելացված արժեքի հարկը վերջապես պետք է 20%-ից իջեցնել 18%-ի։ ԵՏՄ-ում հայաստանյան ընկերությունների մրցակցությունն ապահովելու համար, Ռուսաստանում եւ Ղազախստանում ավելացված արժեքի հարկը հենց 18% է։ Մենք պետք է շարունակենք սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող արտոնությունների համակարգի ընդլայնումը։ Ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ նաեւ այդ համակարգը ժամանակին նաեւ իմ առաջարկով է ներդրվել եւ ես դա կարևոր ձեռքբերում եմ համարում։ Մենք պետք է արմատապես փոխենք երկրի կառավարման եւ ինքնակառավարման համակարգը, որտեղ տարածքային համաչափ զարգացման խնդիրը կզուգորդվի մարզերի կարգավիճակի ինքնուրույնության աստիճանի մեծացման հետ։ Դրանով իսկ վերջ դնելով մյուս մեր բնակչության արտահոսքին, այս անգամ արդեն գյուղերից դեպի մայրաքաղաք։ Տարածքային համաչափ զարգացման միջոցով պետք է կանխենք բնակչության գերկենտրոնացումը մայրաքաղաքում, նաև հնարավորություն տալով արտագնա աշխատողներին տեղում մնալու իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու համար։ Քաղաքացիական հասարակության մասին։ Քաղաքացիական հասարակությունը որպես ինստիտուտ ձևավորվել է հասարակության եւ պետության միջև ակտիվ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու համար։ Պետությունը պետք է սովորի հարգել նրանց եւ օգտագործել այն հսկայական ներուժը, որ առկա է այդ դաշտում։ Մենք հնարավորության դեպքում անելու ենք ամեն ինչ, որպեսզի ձևավորվեն իրոք անկախ հիմնադրամներ, որոնք կաջակցեն քաղաքացիական հասարակության շրջանակներին հնարավորություն տալու տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, հետազոտություններ իրականացնելու, արդյունավետ գործունեություն իրականացնելու համար։ Մեկ-երկու խոսք դեմոգրաֆիկ իրավիճակի մասին։ Այսօրվա մեր երկրի գլխավոր վտանգներից է արտագաղթը։
եւ երկրի դեմոգրաֆիկ իրավիճակը ընդհանրապես երկրի երիտասարդ մոբիլ զանգվածը արտագաղթելու հիմնական պատճառն է։ Սա ազգային անվտանգության խնդիրն է։ Վերջին 3 տարիների ընթացքում շուրջ 140,000 մարդ արտագաղթել է Հայաստանից, ինչը բնակչության մոտ 4%-ն է։ Մենք նախատեսում ենք համապատասխան միջոցառումներ, որի մասին նաև խոսվեց այստեղ, երիտասարդ ծնողներին աջակցելու համար, որպեսզի նրանք ցանկություն ունենան երեխաների մեծացնել հենց մեր երկրում։ Այդ արտոնությունների մասին Էլինար Վարդանյանը խոսեց։ Սփյուռքի հետ մեր հարաբերությունների մասին։ Հայաստանում ապրում է աշխարհասփյուռ 10 միլիոնանոց հայկական հանրության մի մասը։ Մենք մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտակրթական, մշակութային ահռելի ռեսուրսների տիրապետող ազգ ենք։ Ես չգիտեմ, աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ նման թանկարժեք ռեսուրս ունեն։ Իսկ ինչու չենք կարողանում մենք սա օգտագործել մեր խնդիրների լուծման համար։ Ինձ համար պատասխանները պարզ են, չեն առաջադրում ճիշտ խնդիրներ եւ կորցրել են փոխադարձ վստահությունը։ Ես համոզված եմ, որ կարելի է խելամիտ ժամկետներում գրագետ քայլերով իրավիճակը փոխել եւ Հայաստանը դարձնել Սփյուռքի համախմբման, ինչպես նաեւ համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ ձևավորելու համար։ Եվ Հայաստանը պետք է լինի առանց, ընդ որում Հայաստանի հասարակությունը Սփյուռքի համար իր անձնական օրինակով եւ ընդհանուր առմամբ կառավարման համակարգով պետք է օրինակ լինի, որպեսզի սփյուռքահայերը կարողանան գան եւ Հայաստանի հետ Հայաստանում կիսեն մեր բոլոր խնդիրները։ Այս ուղղությամբ մենք մեծ աշխատանք ունենք միասին անելու։ Ողջ աշխարհում տաղանդավոր հայերը գնահատվում են տարբեր ոլորտներում իրենց նվաճումների համար։ Օրեր առաջ Կանադայում մեր հայրենակից ռեժիսոր Ատո Մեգոյանն արժանացավ երկրի բարձրագույն պարգևի։ Այդ երկրի մշակույթի մեջ իր ունեցած ներդրման համար։ Իսկ մենք գրքին օրեր առաջ տհաճ մթնոլորտի ականատես եղանք Էգոյանի ընտանիքի, նրա նույնքան տաղանդավոր տիկնոջ հրաշալի դերասանուհի Արսինե Խանջյանի շուրջ։ Ես հարցնում եմ, արդյոք իշխանության այս րոպեական մանր շահերն արժեն, որպեսզի մեր պետությունն իր արժեքները, իր վարկը դնի հարվածի տակ։ Արդյոք իշխանության մանր շահն արժե, որ Հայաստանում Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենիների դեմ վարկաբեկող արշավ տարվի։ Ամոթ է գտնում եմ, չի կարելի։ Ես ուրախ եմ, որ մենք տեսնելու ենք Սփյուռքի մեր մտահոգ ազնիվ հայրենակիցներին խորհրդարանական այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս։ Սա է իրական Հայաստան-Սփյուռք միասնությունը, սա է Սփյուռքի իրական ներդրումը Հայաստանի ժողովրդավարության կայացման մեջ։ Այստեղ եւ այսպես մենք կարող ենք ծառայեցնել մեր միակ ընդհանուր հայրենիքի հզորացմանը։ Իհարկե մենք համապատասխան ծրագրեր ենք մշակում մեր երիտասարդության վերաբերյալ այն զարգացնելու երիտասարդությանը Հայաստանի Հանրապետությունում պահելու համար, որոնց մասին ես խոսեցի իհարկե։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ամփոփել այսօրվա իմ ելույթը, իմ նշած խնդիրներն ինչ խոսք ամբողջությամբ չեն ամփոփում այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են մեր երկրի առաջ։ Գրագետ եւ միասնական աշխատելու դեպքում մենք կարճ ժամանակում մեր երկիրը կարող ենք դնել զարգացման ուղու վրա։ Կարող ենք կարճ ժամանակում ունենալ այնպիսի պետություն, որտեղ ապրելն անվտանգ է ու հեռանկարային, որտեղ մարդիկ ոչ թե կփախչեն, այլ կվերադառնան։ Ես ասում եմ հետևյալը. հերիք է շենացնենք ուրիշ պետություններ։ Պետք է բոլորս միասին շենացնենք մեր հայրենիքը։ Ես ասում եմ, հերիք է ապրենք ապագայի երազանքներով։ Եկեք հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը։ Ես ասում եմ, հերիք է հանդուրժել այն չքավորությունը, որի մեջ ապրում է մեր ժողովուրդը, հերիք է չարաշահենք ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների, ոստիկանների, դասախոսների, գյուղացիների, մեր բոլորի քաղաքացիների համբերությունը։ Ես ասում եմ, հերիք է
հանդուրժենք անարդարությունը, ինչպես նախկինում նշել եւ այսօր էլ ես նշում եմ, մեզ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն եւ հացի պես արդարություն է պետք։ Եվ առաջարկում եմ հենց այս հերիք է կարգախոսով, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն, մեր բոլորի, մեր մարդկանց, մեր հայրենակիցների մեջ արթնացնենք արժանապատվության եւ հույսի լավատեսության ալիքը։ Մենք բոլորս միասին կարող ենք արմատական բարեփոխումներ անել։ Մենք բոլորս միասին կարող ենք կառավարման նոր մշակույթ, քաղաքական նոր էլիտա, որոնց պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսի դրականի վրա եւ նաեւ թերությունների վրա հենվելով վստահություն ձեռք բերենք մեր ժողովրդի մոտ եւ պատշաճ կերպով արժանապատիվ կառավարում իրականացնենք։ Դե ուրեմն եկեք բոլորս միասին, հարգելի հայրենակիցներ, կերտենք մեր կայուն ու արդար ապագան։ Ես ձեզ բոլորիդ միասնական հաղթանակ եմ ցանկանում։